Հիսուսը բժշկում է մի անդամը լույսի։ Մի օր, երբ Հիսուսն ուսուցանում էր, Գալիլեայի և Հրեաստանի շրջաններից և Երուսաղեմից եկած փարիսեցիներ և օրենքի ուսուցիչներ էին նստած այնտեղ։ Հիսուսը Տիրոջ զորությամբ բժշկումներ էր կատարում, և ահա մի քանի հոգի բերեցին մի անդամալույծի, մահճի վրա դրած։ Նրանք ուզում էին ներս մտցնել նրան և դնել Հիսուսի առաջ։ Երբ խճուղումի պատճառով ներս մտնելու ճանապարհը չգտան, բարձրացան կտուր և առաստաղից կախելով մահիճով նրան իջեցրին բազմության մեջտեղը Հիսուսի առաջ։ Հիսուսը տեսնելով նրանց հավատը, ասաց անդամալույծին. «Ով մարդ, քո մեղքերը ներված են քեզ»։ Օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիներն սկսեցին խորհել և ասել միմյանց. «Ո՞վ է այս մարդը, որ համարձակում է այսպիսի հայհոյանքներ անել։ Աստծուց բացի ո՞վ կարող է ներել մեղքերը»։ Հիսուսը, գիտենալով նրանց մտածումը, ասաց. «Ի՞նչ է ձեր այդ մտածումը։ Ո՞րն է ավելի հեշտ, քո մեղքերը ներված են քեզ ասելը, թե վեր կաց քայլիր ասելը։ Բայց պետք է իմանաք, որ մարդու որդին երկրի վրա մեղքերը ներելու իշխանություն ունի»։ Ապա դառնալով անդամալույծին ասաց. «Քեզ եմ ասում, վեր կաց, վերցրու մահիճդ և գնա քո տուն»։ Անդամալույծը բոլորի առաջ իսկույն ոտքի կանգնեց, վերցրեց մահիճը, որի վրա ինքը պառկել էր, և գնաց իր տուն, փառավորելով Աստծուն։ Բոլորն էլ ապշեցին, լցվեցին վախով և փառավորում էին Աստծուն, ասելով. «Այսօր հրաշալի բաներ տեսանք»։